Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մենք կրկին AFL Armenia YouTube ալիքի եթերում ենք, որտեղ եւս մեկ խաղային օր է մեկտարկում։ Օրվա առաջին հանդիպան շրջանակներում մրցում են միմյանց դեմ երկրորդ դիվիզիոնի շրջանակներում Միլանը եւ Արսենալը շատ հետաքրքիր դիմակայություն է սպասվելու մեզ։ Եկեք կարագորեն ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ ու սկսենք Միլանից Հովանես Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վլադիմիր Անդրեասյան համար 2, Յոնուս Ահմադ համար 3, Սամվել Արաքելյան համար 5, Վիգեն Դուրյան համար 6, Արսեն Բաբախանյան համար 4, Էրիկ Հունանյան համար 8, Նաթի Միաբակտե, Սարգիս Սիրիցյան համար 10, Արտաշ Ջուլակյան համար 14 եւ Գևորգ Գրիգորյան համար 30։ Ծանոթացնենք նաև Արսենալի հայտարարությունների հետ, դարպասը պաշտպանում է Սերգեյ Գալստյանը համար 1, Ռոման Մուրադյան համար 8, Էդմոն Չոբանյան համար 9, Սպարտակ Ավետիսյան համար 10, Հարություն Յախանյան համար 13, Արման Հակոբյան համար 17, Նաթի Միաբակտե, Էդգար Միրանյան համար 23 եւ Գոր Յախանյան համար 33։ Գնդակով Արսենալի ֆուտբոլիստներն դեպի առաջ փոխանցում տեսանք այստեղ դեպի Միրանյան ընթացավ գնդակը, բայց հետո հիմա արագ հակագրողի կարող է անցնել Միլանը, Բաբախանյան դեպի Հունանյանը կարող է գրավել Հունանյանը դարպասը, բայց այստեղ հեռացնում է գնդակը Արսենալի դարպասապա Սերգեյ Գալստյանը առաջին վտանգավորը ու իրատեսական պահ ունեցավ այս խաղում Միլանը հանդիպան հաշիվը բացելու համար, բայց Գալստյանը հրաշալի սեյվ կատարեց ու դարպասը անարեկ պահեց անկյունայինի խաղարկումը տեսնենք ինչ կտա Միլանին, կա փոխանցումը բարձից, բայց արդեն առանց որևէ խնդիրների կարողանում է գնդակը վերցնել Արսենալի դարպասապա Սերգեյ Գալստյանը ու արդեն դեպի ձախ գլորում իրականացրեց, Հունանյան գնաց պրեսինգի ու քիչ էր մնացել արդեն Հակոբյանից խլում իրականացնել, բայց ամեն դեպքում Հունանյանի կատարած պրեսինգը տվեց իր արդյունքը, եզից կնետեն Միլանի ֆուտբոլիստները, հիմա ծանոթանանք նաև մրցաշարային աղյուսակում տիրող պատկերին, որ ինքներդ էլ հասկանանք, թե այս երկու թիմերի համար որքան մեծ կարևորություն ունի այս հանդիպումը, հիմա եւս մեկ հեռար փորձ տեսանք, բայց նորից բարձր ստացվեց Միլանի ֆուտբոլիստի կատարած հարվածում։ Հիմա արդեն հայացք նետենք մրցաշարային աղյուսակին, որտեղ կրկնում են պատկերը ամեն տուրից հետո էլ ավելի հետաքրքիր է դառնում։ Ֆլամենգոն այս պահին ունի 12 վաստակած միավոր 4 հանդիպումից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մոնցան ու Փարիսն էլ 4-ական հանդիպումից հետո ունեն վաստակած հիմնական միավորներ, առայժմ միակ թիմը, որ 100% արդյունքով շարժվում է առաջ, դա Ֆլամենգոն է, 4 հանդիպում, 4 հաղթանակ։ Մնացած բոլոր ակումբները առնվազն մեկ խաղում արդեն սայթակել են։ Իհարկե Ֆլամենգոն շատ թարմ տեսք ունի այս մրցաշրջանում, իսկապես շատ գոլարանտ հանդիպումներ կարողացավ մեկտարկային 2 տուրում անցկացնել։ Եվ այդ ոգևորության ալիքի ներքո կարծում եմ առայժմ իհարկե Ֆլամենգոն անկախ այս տուրի արդյունքից, այո, նրան ոչ ոք չի կարող հասնել, Ֆլամենգոն մնալու է առաջին հորիզոնականում, Բաբախանյան, բայց այստեղ փակվեց Բաբախանյանի կատարած փոխանցման ճանապարհը։ Բայց պրեսինգի շտորիվ գնդակի խլում փոխանցում էլ կա ու Յախանյաններ այստեղ միայն կենտրոնում մնացել Արսենալի ֆուտբոլիստերից եւ կարողացավ հեռացնել գնդակ, այո, Արտաշ Ջուլակյանը կատարեց այդ փոխանցումը, բայց Յախանյանը ամենաճիշտ դիրքում էր հայտնվել, հիմա դեպի Չոբանյանն է ուղարկում գնդակը, բայց արդեն մրցավարը ներողություն դեպի Յախանյանը փոխանցեց, բայց արդեն մրցավարը սուրել է։ Խաղի կանոնների խախտում հարձակվող թիմի կողմից Ջուլակյան գլորում է գնդակը, Աչեզր Հունանյանը ստացավ այստեղ խաղանկերոջից գնդակը եւ մի փոքր անհաջող ստացվեց այս իրավիճակում գրոյին շարունակություն տալու Հունանյանի մոտ, եզից կնետի Արսենալ, իսկ այս երկու թիմերը մրցաշարային աղյուսակում գտնվում են հետևյալ հորիզոնականներում, Միլան այս պահին դեռ չունի ակտիվ վաստակած միավոր ու 3 հանդիպումում կրել է նույնքան պարտություն, Արսենալն էլ 12-րդ հորիզոնականն է զբաղեցնում այս պահին վաստակած
3 միավորով երկու հանդիպումից հետո այո մեկ հաղթանակ ունի Արսենալը ունի մեկ գրած պարտություն լրիվ հավասարություն այս պահին Արսենալի մոտ 3 միավոր մեկ հաղթանակ մեկ պարտություն 4 խփած գնդակ 4 բաց թողած այսպեսին է պատկերը Արսենալի տեսանկյունից Մարսեշարային հաղթանակում իսկ Միլանը պետք է մտածի այսօր միանշանակ հաղթանակի մասին Բաբախանյան շարունակությունը տեսնենք ցածից փոխանցում բայց այստեղ արդեն հարվածը բարձր է ստացվում Արտաշ Ջուլիկյանի կատարած ու հարված ենք տեսնելու Սերգեյ Գալստյանի պաշտպանած դարպասից այո կարծես խաղի կանոնների խախտում էին պահանջում Միլանի ֆուտբոլիստները բայց մրցավարը հստակ արդեն իսկ կայացել է իր որոշումը ու խախտում այս իրավիճակի համար նշանակված չէր ձախ եզրով է փորձում գրոզ արգասնել Արսենալը գնդակով առաջ է շարժվում Արսենալի ֆուտբոլիստ Ռոման Մուրադյանը բայց արդեն ավարտվեց այսքանով Արսենալի գրոհը Վիգեն Դուրյան տեսնենք ինչ շարունակություն կոմանդացի Դուրյանը գտավ Բաբախանյանին իսկապես Բաբախանյանը շատ հաջող մրցաշրջան է անցկացնում հարված ու այստեղ փակվեց Բաբախանյանի հարվածի ճանապարհը նա նոր է տեղափոխվել Միլանը եթե չեմ սխալվում սա հենց 4-րդ հանդիպումն է Բաբախանյանի եթե չեմ սխալվում նա երբ մեկնարկեց երկրորդ դիվիզիոնը այդ ժամանակ միացավ Միլանին նախկին Manchester United ակումբից ու տեսնենք արդեն Բաբախանյանը այս մրցաշրջանում ինչով կփորձի օգնել Միլանին նա որ հարցական գծում շատ կարևոր ու առանցքային ֆուտբոլիստ է ցանկացած թիմի կազմում դրանում երկու կարծիք չկա այլ հարց է թե տվյալ խաղում օրինակ Բաբախանյանի մարզական բախտը ինչպես կժպտան նա շատ ակտիվ է մեկնարկային րոպեներին եւ հիմա նա էլ հենց հարված կատարողը, բայց թույլ ստացվեց այստեղ Բաբախանյանի կատարած հարված ու Գալստյանը առանց խնդիրների կարողացավ տիրել գնդակին նետում իրականացեց դեպի աջ եզր դելորում են գնդակը Արսենալի ֆուտբոլիստները պաշտպանությունում Միրանյան ուղարկեց գնդակը Հակոբյանի ուղղությամբ Շոբանյան շատ գրագեր է վարվում Արսենալը այստեղ պաշտպանությունից դուրս գալու ճանապարհին տեսնենք գրոյի շարունակությունը բայց այս փոխանցման ճանապարհին Յոնուս Ահմադը կանգնեց ու սա հերացման փորձ է եւ ստացվում է փոխանցում Հունանյանի համար շարունակությունը տեսնենք Էրիկ Հունանյան լավ վերանցումը բայց սայթակեց Հունանյանը այո եթե կարողանար պահել իր հավասարակշռություն ու հասներ գնդակի ետևից ապա իհարկե շատ վտանգավոր իրավիճակ էր ստացվում արդեն Արսենալի համար եթե Հունանյանը հայտվեր հարվածային գոտում թե նա ինչպես է եզրափակում ցանկացած իրավիճակ մենք բազմիցս տեսել ենք շատ հաջող հարցակման գծի ֆուտբոլիստ է դե իհարկե այն որ Միլանի ավակն է դրա մասին կարծում եմ տեղյակ եք իսկ նրա կատարած հարվածները հեշտ չեն ստացվում ոչ մի դարպասապայի համար ու պետք է այսօր մտածի իսկապես Արսենալը առնվազն Հունանյանի եւ Բաբախանյանի զսպելու մասին հարցակման գծում նրանք շատ վտանգավոր են իսկապես երկուսն էլ հարցակման ժամանակ հիմա հարված են կերվից տեսնում հարվածի փորձ բայց շեղությամբ ստացվեց այստեղ էլ Արսենալի ֆուտբոլիստ Ռոման Մուրադյանի կատարած հարվածը Գրում եմ Արսենալը բայց եւս մեկ փորձ այս անգամ էլ արդեն Սպարտակ Ավետիսյանի կողմից ու Ավետիսյանի կատարած հարված այս իրավիճակում բարձր է ստացվում Ամատ դեպի ձախ ուղարկեց Դուրյանի ուղղությամբ գնդակը շատ լավ ընդունեց Վիգեն Դուրյանը դեպի կենտրոն լավ է Միլանը գրոհ զարգացնում հիմա էլ արդեն ձախ եզրով են փորձում գրոհի շարունակություն տալ կրկին Դուրյան ու հետ ուղարկեց դարպասապա
Հովանես Ղազարյանի ուղղությամբ շատ գրագ է փոխանցում դարպասապայից դեպի Գևորգ Գրիգորյանն ուղարկում է Բաբախանյանին դեպի ավելի Աջ Բաբախանյանն էլ ուղարկեց ու այստեղ Հունանյանի փոխանցումը բավական վտանգավոր է ստացվել, այո, նույնիսկ փորձ է չեղել որքան հնարավոր է Գևորգ Գրիգորյանը գնդակի ուղղությունը, իսկ այստեղ գնդակը խլում է Միլանը բացել է Պերկաշիվը, բայց փայլում է Արսենալի դարպասապահ Սերգեյ Գալստյանը դարպասը անառիթ փայլով այս իրավիճակում, այո, Միլանը մոտ է, Միլանը երկրորդ վտանգավոր բանն է ստեղծում այս խաղում բայց երկու դրվագներում էլ առայժմ Արսենալի դարպասապահ Սերգեյ Գալստյանը իր բարձունքում է, իսկ հիմա հայտնվում է Հունանյանի հարվածից հետո գնդակը դարպասում, այո 1-0, Միլանը բացում է հանդիպան հաշիվը։ Էրիկ Հունանյան 1-0 բացված է հանդիպան հաշիվը, Միլանն առաջ է հասնում հաշվի մեջ և որն է հետաքրքիր, սա խորհրդանշական գոլեր Հունանյանի կատարմամբ, նրա խփած 100-րդ գնդակները ԱՖԷԼ-ի շրջանակներում, այո, հատեց 100 գնդակի շեմը արդեն Միլանի կազմում ԱՖԷԼ-ի շրջանակներում ու նոր ռեկորդ, նոր այսպես ասած ցուցանիշ Էրիկ Հունանյանի համար, այն ինչի մասին խոսում էի, արդյունավետ մրցաշրջան է իսկապես անցկացնում Միլանի ավագը, 100 գնդակի շեմը հեշտ չէ հաղթահարել ոչ մի ֆուտբոլիստի համար և նա կարողանում է այսօրվա այո, միջև այս հանդիպումը նա խփել է 99 գնդակ ու սա նրա համար իսկապես խորհրդանշական գնդակ է, 100 գնդակ ունի արդեն Հունանյանը հեղինակած Միլանի կազմում ԱՖԷԼ-ի շրջանակներում, պատկերացնում եք ինչ արդյունավետության մասին ենք մենք խոսում։ Հիմա արդեն հաղթողի կարգավիճակում է Միլանը հայտնվել այս խաղում։ Ու տեսնենք արդեն բաց թողած գնդակից հետո Արսենալը ինչ կփորձի առաջարկել անկյունայինը տեսնենք ահմակներ հիմա էլ փորձում հարված իրականացնել, բայց դա թույլ չտվեցին հեշտությամբ լինի, իհարկե փոխանցումը լավն էր, անկյունայինից կատարված, բայց Ահմադի մոտ ավելի հարմար հարված կատարել այստեղ չստացվեց, քանի որ աչը լրջորեն նրան վերահասկում էին Արսենալի պաշտպանները։ Դուրյան խորքից փոխանցում, բայց արդեն սա Գալստյանի գնդակն էր։ Մի փոքր հանգստացավ հանդիպման տեմպը Հունանյանի խփած գնդակից հետո, այո Միլանը կարելի ասել իր առջև դրված խնդիրներից առաջինը կատարեց, կարողացավ բացել այս դիմակայության հաշիվը, առաջինը հասավ հաջողության, այսպես անվանենք այս խփած գնդակու, կարելի ասել Միլանը հենց դրան էր միտված, փորձում էր բացել հանդիպան հաշիվը, ինչը շատ հաջող կերպով կարողացավ Հունանյանը կատարել։ Հիմա արդեն հերթը կարելի ասել Արսենալինն է պետք է փորձի Արսենալը պատասխանել Միլանի խփած գնդակին։ Միլանը ավելի շատ հիմա մի փոքր հանդարտեցեց հանդիպումը կարելի ասել այս գոլով, ոչ թե ավելի ինտենսիվ գրոներ սկսեց իրականացնել ու հիմա արդեն Արսենալն է փորձում պատասխանել, վտանգավոր իրավիճակ է եւ այո, հարված կլինի դարպասից վերջում գնդակը դիպավ հենց Արսենալի ֆուտբոլիստին, եթե չեմ սխալվում տվյալ դրվագում հայտնվել էր Գոր Յախանյան ու հենց իրենից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, Դուրյան երկար փոխանցում առաջ, իշ կտրող փոխանցում է կատարում Վիգեն Դուրյանը, գեղեցիկ փոխանցում էր, սա իսկապես, բայց այստեղ արդեն անցման փորձը Գևորգ Գրիգորյանի մոտ չստացվեց, Միրանյան դեպի Յախանյանը, այստեղ էլ տեսեք Ջուլիկյանը իշպրեսինգի գնաց ու եթե խլում իրականացներ, ապա դա էլ ավելի հետաքրքիր է ստացվելու։ Գլորում է գնդակը Արսենալը, Հակոբյան դեպի Յախանյանը, Գոր Յախանյան ուղարկեց գնդակը կենտրոն, բայց այստեղ շատ հաջող են խլում Միլանի ֆուտբոլիստները գնդակ ու կարելի է մի փոքր արագացնել, բայց արդեն հասցրեց Արսենալը վերադասավորվել, այստեղ
Տարվեց Գևորգ Գրիգորյան անհատական խաղով Բաբախանյան գուցե հերվից փորձի սա ավելի գեղեցիկ իրավիճակ է վտանգավոր իրավիճակ է Բաբախանյան ու հորիզոնական դարպասածողն է այստեղ արդեն օգնության գալիս Արսենալին Միլանի հակագրոհը որը կատարեցին շատ փայլուն կերպով Միլանի երկու ֆուտբոլիստներ Գևորգ Գրիգորյանն ու Արսեն Բաբախանյանը պարզապես Բաբախանյանի հարվածից հետո հորիզոնական դարպասածողը եկավ օգնության այո Արսենալին ու այս իրավիճակում դարպասը մնաց անառիկ Գրիգորյան հետ ուղարկեց գնդակը Գրիգորյանը ավելի ետ էլ ուղարկեց Սամվել Արաքելյանը Դուրյանին ու դեպի դարպասապանն է գլորում գնդակը Դուրյանը կրկին ստացավ պատասխան փոխանցումը եւ առանց խոճապի մատնվելու այն որ կար պրեսինգ Դուրյանի նկատմամբ նա չտրվեց այսպես ասած սխալվելուն ու կարողացավ շատ ճշգրիտ հանգիստ փոխանցում իրականացնել գրոհում է Միլանը նորից Զախ Եզրով Բաբախանյան եւս մեկ փոխանցում այստեղ արդեն Հակոբյանն է հեռացնում գնդակու եզրային նետման հնարավորություն է տալիս Միլանի ֆուտբոլիստերին Եզրային նետում իրականացած է Յոնուս Ահմադ դեպի Դուրյանը գլորեց գնդակը բայց ուժեղ ստացվեց այստեղ Ահմադի կատարած փոխանցումը Դուրյանի համար Արսենալն էլ փորձեց արագ պատասխանել բայց շեղությամբ ստացվեց այստեղ Արսենալի ֆուտբոլիստի կատարած հարված ու այո հարված ենք տեսնելու Հովանես Ղազարյանի պաշտպանած դարպասից գլորեց գնդակը Ահմադին Դուրյան Բայց այստեղ գրոհը ավարտվեց Միլանի այսքանով, այո, փորձեցին ավելի գեղեցիկ գրոհ կազմակերպելու այստեղ Գրիգորյանի կատարած մեկ հպումով փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց սպանում է Յախանյանը գնդակը դաշտի սահմաններում ու տեսեք Միլանը նորից գնացել է պրեսինգի ու քիչ էր մնում արդեն նորից ստացվել գնդակի խլումը պետք է Արսենալը ավելի ուշադիր գործի հիմա էլ խնդրեմ սխալ Արսեն Բաբախանյան վտանգավոր է Բաբախանյան ու շեշտակի հարվածով է գրավում Բաբախանյանը դարպասը 2-0 դարձելով հանդիպան հաշիվը նա այսպես է օգտվում իր հնարավորություններից Երկուսրո Արսեն Բաբախանյանը շատ գեղեցիկ գնդակ է հեղինակում Արսենալի դարպասը արդեն Միլանը լուրջ քայլ է կատարում իր առաջին միավորը կամ միավորները վաստակելու համար այս խաղում իսկապես շատ հաջող խաղակես է անցկացնում Միլանը շատ դրամատիկ ֆուտբոլ է առաջարկում Արսենալին բայց առայժմ Արսենալի պատասխանը մենք չենք տեսել այս խաղում դեռ Հովանես Ղազարյանի դարպասին չեն սպառնացել Արսենալի ֆուտբոլիստները ու տեսնենք հիմա իսկապես Արսենալը պետք է մտածի գոնե մեկ գնդակ միջև ընդմիջման գնալը ետ բերել դա մի փոքր էս չի լինելու բայց ամեն դեպքում ինչը այստեղ չկար ոչինչ Ահմադը չի խախտել այո խաղի կանոնները երկար փոխանցում Ղազարյանից առաջ բայց այստեղ էլ չհասավ գնդակը Հունանյանին ամեն դեպքում եզից կնետի Միլանը Եզրային նետում իրականացված է գլորում է գնդակը Միլանը Հունանյան ու չկար խախտում ոչ մրցավարը ոչինչ չի արձանագրում Ժուլիկյան բայց այստեղ ուժեղ ստացվեց մի փոքր փոխանցումը ստացվեց այլ ուղղությամբ փոխանցումը կարելի ասել եւ Արսենալի հակագրոհն էր սա բայց Յոնուս Ահմադը շատ վստահ գործեց Եվս մեկ խորքից փոխանցում սա գեղեցիկ փոխանցում էր մնում է գնդակը Միլանի մոտ Շարունակություն տեսնենք ինչպես կստացվի Միլանի ֆուտբոլիստերի Ժուլիկյան դեպի աջ Այստեղ լավ անցում կատարեց առաջի դրվագում Վլադիմիր Անդրեասյանը բայց հետո շարունակություն չստացվեց Հունանյանի հեռվից փորձը եւ ախնդրեմ անկյունային է վաստակում Միլանը
Ստանդարտները Միլանը հաջող է կարողանում իրականացնել։ Տեսնենք այս անգամ ինչպես է ստացվելու։ Հունանյան կա, փոխանցում մի փոքր ցածից ստացվեց Հունանյանի փոխանցումը, բայց վերադարձավ գնդակը նրա մոտ ինչ է անում Հունանյան ու այստեղ փակվեց հարվածի ճանապարհը, եթե անցներ վերջին պաշտպանն էլ գնդակը բարդ է ասել արդեն։ Կարողանար ետ մղել Հունանյանի հարվածը Արսենալի դարպասապահը, թե ոչ։ Չուլիկյան Տեպի Իցյանն է ուղարկում գնդակը, Սարգիս Իցյանն էլ փորձեց ասիագել կրկին խաղանկերոջը, բայց այստեղ արդեն չստացվեց նրա կատարած փոխանցում ու հիմա Արսենալը փորձում է գրոս սկսել ու ախնդրեմ Ջուլիկյանը նորից գնաց գնդակի խլման, գրեթե ստացվել էր, բայց շատ արագ է հակագրոհում Արսենալ այս իրավիճակում ու գրավում դարպասը 2-1 գնդակ ստացվում է Արսենալի մոտ ետ բերել։ Դիտեց այո, մրցավարը դրվագի կրկնապատկերը ու Արսենալի խփած գնդակը արձանագրված շայո հարված էր կատարել ու գրավել դարպասը այս իրավիճակում։ Սպարտակ Ավետիսյանը բայց դարպասապահից եղած անադարձից հետո գնդակը դիպել էր Ավետիսյանի ձեռքին, հետո նոր հայտնվել դարպասում, գոլը չեղարկվում է, ինչը նշանակում է, որ հաշիվը մնում է անփոփոխ նույն 2-0-ն է լուսատարտակի վրա վարված, ինչը նշանակում է, որ առայժմ Արսենալի խնդիրը մնում է անփոփոխ, պետք է այդ մեկ գնդակը փորձեն միջև ընդմիջման գնալը հեղինակել, բայց հիմա փոխարենը հակագրոհ են բաց թողնում ու հասցրեց, այո, հասցրեց վերջին պահին Արսենալի պաշտպանը հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս, այլապես Հունանյանը նորից հարված կատարելու հնարավորություն է ստանում։ Յոնուս Ահմադ հարված ու այստեղ էլ Գալստյանն է վերցնում գնդակը, այո, իսկապես Միլանը բավական հաջող խաղակեսի անցկացնում։ Ավետիսյան լավն էր անցումը Սպարտակ Ավետիսյանի, բայց արդեն Ահմադը տեսեք որտեղ է ու հասցնում է հեռացնել գնդակը Ավետիսյանի ոտքերի առջևից։ Անկյունային է վաստակում այս իրավիճակում Արսենալը եւ տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ կտա Արսենալի ֆուտբոլիստերին։ Կա փոխանցում Ահմադ այստեղ չկար ձեռքով խաղ, մաքուր գործեց Միլանի պաշտպանը։ Ու հիմա նորից է փորձում Միլանը հակագրոհի անցնել, բայց Յախանյան այս դրվագում արդեն թույլ չտվեց, հիմա ինձ Յախանյանն է գնալով դեպի աջ։ Ու այստեղ Ավետիսյանի կատարած փոխանցումը բավական ուժեղ ստացվեց։ Ես նետում է Հունանյանը, Չուլիկյան ուղարկեց գնդակը Գրիգորյանին, ստացավ պատասխան փոխանցումը կարող են հեռվից փորձել նաև Միլանի ֆուտբոլիստները այդպես էլ արեց Գևորգ Գրիգորյանը, բայց մի փոքր այս անգամ թույլ ստացվեց հարվածը եւ հիմա աջ եզրով շարժվում է առաջ Արսենալի ֆուտբոլիստը Էդգար Միլանյանը կատարեց նույնիսկ փոխանցում, այստեղ փակվեց առաջ խաղացման ճանապարհը Արսենալի, բայց երկրորդ տեմպով կգրոհի Արսենալը։ Լավ խաղարկումներ են իրականացնում Յախանյան ու հիմա էլ Ահմադն է հայտնվում գնդակի ճանապարհին Յախանյանի հարվածից հետո եւ հիմա կարող է իսկապես Արսենալը մտածել մինչև ընդմիջման գնալ, ճիշտ է 1 րոպեից մի փոքր ավել է մնացել խաղակեսի ավարտին ու եթե Արսենալը խփի մինչև ընդմիջման գնալը 1 գնդակ, ապա դա երկրորդ խաղակեսում ամբողջովին կփոխի սցենարը, բայց հիմա ինչ են պահանջում Արսենալի ֆուտբոլիստները կարծես 11 մեծանոց հարված վարկածկավոր Յոնուս Ահմադը ձեռքով խաղաց այստեղ, բայց մրցավարը շատ մոտ էր կանգնած ու առայժմ 11 մեծանոց հարված նշանակված չէ։ Իսկ հիմա սա կարող է Միլանի հակագրոհ լինել 3-2-ի դիմաց, բայց Ջուլիկյանի փոխանցումը թույլ ստացվեց դեպի Գրիգորյանը, ամեն դեպքում հասցրեց նաև Գրիգորյանն ուղարկել Ջուլիկյանին, Հունանյան ու այստեղ Փրկում է այո Արսենալի դարպասապասը Էգեյ Գալստյանը մի փոքր թույլ ստացվեց Հունանյանի հարվածը, բայց եղավ այնտեղ անդրադարձ, որից հետո հեշտ չէր գնդակը կառավարելը, բայց ամեն դեպքում Գալստյանը պահեց այդ իրավիճակում անարի դարպաս, իսկ հիմա տեսնենք ինչ է դիտելու մրցավարը։ Դիտեց, այո, մրցավարը դրվագի կրկնապատկերը ու նշանակում է 11 մետրանոց հարված,
Միլանի դարպասի ուղությամբ դիպել էր այո Աբադի ձեռքին գնդակը ու հիմա արդեն միջև պիշպան գնալը կարող է Արսենալը կրճատել աշիվը, սա անկախ ամեն ինչից Խաղակեսի վերջին դրվագն է լինելու, կամ կգրավի Արսենալը դարպասը կամ ոչ միևնույն է Խաղակեսը արդեն հատել է սահմանագիծ ու կավարտվի, բայց սա շանս է իսկապես Արսենալի համար կրճատելու միջև ընդմիջման գնալը հանդիպան աշիվը ու դա իհարկե հոգեբանորեն մի փոքր առավելություն կտա Արսենալին երկրորդ Խաղակեսը մեկնարկելուց Հարությունը Յախանյանն է տեղադրել գնդակ ու տեսնենք Յախանյանն է ուժեղ գտնվում թե Հովհաննես Ղազարյանը ետ կմղի կա Սուլիչը Յախանյան ու Ղազարյանը փրկեց բայց երկրորդ հարվածից հետո գնդակը հայտնվեց ամեն դեպքում Դարպասում այո կրճատեց Արսենալը հանդիպան աշիվ ու 2-1 թիմերը գնում են ընդմիջման Սիրելի ֆուտբոլիստները մեկնարկում է Միլանն ընդդեմ Արսենալի հանդիպման երկրորդ Խաղակեսը այո շատ հետաքրքիր իրավիճակ ստացվեց Խաղակեսի վերջին վարկյանի դրությամբ մենք արձանագրեցինք Յախանյանի խփած գնդակը 11 մետրանոց հարվածից հետո եղած անդրադարձից բայց որն է հետաքրքիր այո մրցավարը չեղարկել էր խփած գնդակը Արսենալի ֆուտբոլիստի, քանի որ արդեն հարված կատարելուց առաջ մրցավարի զգուշացումը կարելի ասել տվել էր ֆուտբոլիստերին, որ դա վերջին հարվածն է լինելու եւ Միլանը նույնիսկ այդ հարվածից հետո երբ դարպասապահը ետ մղեց գնդակը Ղազարյանը չպայքարեցին այդ իրավիճակում գնդակը հեռացնելու համար ու ինչ թե հետաքրքիր այո 2-0 թիմերը գնացին ընդմիջման ոչ թե 2-1 հաշվի պայմաններում ու հիմա արդեն երկրորդ անգամ եմ կրկնում, բայց Արսենալի խնդիրը դեռ նույնն է, դեռ պետք է այդ մեկ գնդակի մասին Արսենալը մտածի Արսենալի տարբերությամբ, որ երկրորդ խաղակեսում են գտնվում, ոչ թե առաջին եւ այո 2-0 Միլանը իսկապես Միլանի համար ավելի հաջող խաղակեսի ավարտ պատկերացնել չէին կարող 2-0 ոչ միայն հաղթում էին, նշանակվեց նաեւ 11 մետրանոց ու Այն հարվածից հետո, երբ գնդակը հայտնվեց ցանցում, գոլը չեղարկվեց, այսպիսին էր պատկերը Միլանի ֆուտբոլիստերի համար առաջի կեսից հետո եւ երկրորդ խաղակեսում տեսնենք ինչ կառաջարկեն ֆուտբոլիստները մեզ Բաբախանյան Լավն էր փոխանցումը Ջուլիկյանի ուղղությամբ, բայց Ջուլիկյանի կատարած արվածը թույլ է ստացվում այստեղ նորից Միլանը ակտիվ է մեկնարկում երկրորդ կեսը Այո, կարողացավ նախ թիմի ավակ Հունանյանը բացել այս խաղում հանդիպան հաշիվը, հետո էլ արդեն Արսեն Բաբախանյանը կրկնապատկեց Միլանի առավելությունը Յախանյանն է գնդակով դեպի աջ ուղարկեց ու Ահմադը խախտում է այո խաղի կանոնները այստեղ Յոնուսը Ահմադը խախտեց այո խաղի կանոնները եւ ստանդարտ է վաստակում շատ նպաստավոր դիրքում Արսենալը Եվ տեսնենք ստանդարտը, ինչի կվերացի Արսենալը կա, Սուլիչը Ավետիսյան հարված ու ետ մղվեց գնդակը եւս մեկ հարված հիմա էլ Դուրյանն է հեռացում գնդակ այո թույլ չտվեց անցնի գնդակի իրենից Վիգեն Դուրյան ու այդ տվի դարպասում բարդ է ասել արդեն դարպասապահ Ղազարյանը ետ կմղեր գնդակը թե ոչ իսկ սա էլ ավելի գեղեցիկ փոխանցում է դեպի Հունանյանը հրաշալի է վարվում գնդակի հետ պարզապես Հունանյանը բայց երկրորդ դրվագում չստացվեց շրջանցել ամեն դեպքում նրա խաղանկեր Սարգիս Իրիցյանը Ետ բերեց կորցրած այս իրավիճակում, այսպես անվանենք Իրիցյան փոխանցում ու անկյունային իրականացնի Միլանը Այո ստացվեց այնպես, որ առաջի խաղակեսում Արսենալի խփած երկու գնդակները չեղարկվեցին մեկ անգամ Ավետիսյանը գրավեց դարպասը, բայց ձեռքով խաղ կար, հետո էլ արդեն ինչպես նշեցի 11 մետրանոց հարվածից հետո երբ Յախանյանը երկրորդ հարվածով գրավեց դարպասը, այդ խփած գնդակը նույնպես չեղարկվեց Հունանյան կա փոխանցումը
Դուրյանն է հայտվել արվածային դիրքում, բայց չեղությամբ է ստացվում Վիգեն Դուրյանի կատարած արվածը։ Ու գրոյ է անցնում Արսենալը կրկին։ Դուրյան շատ համառ է պայքարում Դուրյանը ու ինչ է այստեղ խաղի կանոնների խախտում նշանակում է այո մրցավարը։ Ավետիսյանի դեմ այո խախտեց կանոնները Դուրյան ու նորից ստանդարտ նշանակում մրցավարը։ Եվ այս ստանդարտը տեսնենք ինչ է տալու Արսենալի ֆուտբոլիստներին։ Սպարտակ Ավետիսյանն է տեղադրում գնդակը, նա է իրականացնելու հավանաբար այո Տուգանայինը, կա մրցավարի սուլիչը Ավետիսյան, տեսնենք ինչ որոշում կկայացնի Ավետիսյանը, հարվածի փորձ էր, սա բայց չէ ստացվեց Ավետիսյանի կատարած հարվածը ու հարված կտեսնենք արդեն։ Հովհաննես Ղազարյանի պաշտպանած դարպասից Արջան ուզի գլորում է Ահմադի ուղղությամբ գնդակը Ղազարյանը Երկար փոխանցում առաջ այստեղ մի փոքր թույլ ստացվեց Ահմադի փոխանցումը, բայց Ջուլիկյանը դաշտի միջին հատվածում շատ լավ գործեց դեպի աջ Հունանյան, մեկը պումով գեղեցիկ փոխանցում դեպի Ջուլիկյանը եւս մեկ հարված, փակվեց Ջուլիկյանի հարվածը, Հունանյան հերվից եւս մեկ փորձ ու հիմա էլ փակվում է Հունանյանի հարվածի ճանապարհը Ավետիսյան զարգացնում է արագություն Սպարտակ Ավետիսյանը հերվից հարված ու այստեղ Ղազարյանը արդեն փրկում է Միլյանին շկրակոց տվեց Այստեղ Ավետիսյանը գնդակի հետ ինչպես վարվեց հեռար կրակոցով, բայց շատ վստահ ցած կատարեց Հովհաննես Ղազարյանը ու կարողացավ հեռացնել գնդակը։ Անկյունային տեսնենք, անկյունայինի խաղարկումը ինչ է տալու արդեն։ Արսենալին Եվս մեկ անկյունային է վաստակում Արսենալի իրավիճակում Միլանի պաշտպանին վերջում դիպավ գնդակու նոր դուրս եկավ դաշտի սահմաններից, սա բարձից փոխանցում էր Ահմադը հեռացնում է գնդակը Բաբախանյան պարզեր ինչ է մտածել Բաբախանյանը փորձեց հնարք իրարել ու փոխանցել դեպի առաջ, բայց փոխարենը այդ փոխանցումը հիմա տեղի ունեցավ իսկ այստեղ ամեն ինչ մաքուր էր Չոբանյանի կատարմամբ խախտում խաղի կանոնների չէր եղել Չոբանյան գլորում է գնդակը Յախանյանին դեպի աչել դեպի Միրանյանը փոխանցեց Յախանյանը փորձում է դասական գրո կազմակերպել Արսենալի եւ դա ստացվում է Արսենալի մոտ հերվից հարվածի փորձ բայց այստեղ էլ փակվում է այս հարվածի ճանապարհը եզրային նետումն իրականացված է կա փոխանցում ու Ջուլիկյանը կրկին դաշտի կենտրոնում շատ վստահ է զգում իրեն ուղարկեց Բաբախանյանին մեկը պումով դեպի Էրիկ Հունանյանը Հունանյան ու չստացվեց եթե Միրանյանը դուրս գար դարպասից հասկանալի կլիներ Հունանյանի որոշումը իհարկե վերջում կարծում եմ չէ նկատել Հունանյանը որ դարպասապա ետ է գնացել այո նա ցույց տվեց որ առաջանում եմ Այդ իսկ պատճառով այլևս Հունանյանը երկրորդ տարբերակի մասին չմտածեց եւ փորձեց մեկ հապումով անցկացնել գնդակը Միրանյանի ներողություն Սերգեյ Գալստյանի գլխի վրայով, բայց այս անգամ արդեն ստացվեց Ավետիսյան պահում է գնդակը Ավետիսյանը դեպի Յախանյանը ու դեպի աչել Յախանյանը ուղարկեց գնդակը Բայց այստեղ շատ հաջող են կրկին Միլանի ֆուտբոլիստները դուրս գալիս պաշտպանությունից Բաբախանյանը զարգացնում է արագություն կարող է ավարտել այս գրով ոչ դեպի Հունանյանը ու անկյունային այո անկյունային է Հունանյանը վաստակում այստեղ Բաբախանյանը կարող է այո հանուն արդարության ասենք ինքն էլ եզրափակում տալ բայց որոշեց Հունանյանին տալ այդ հարված կատարելու հնարավորությունը Հունանյանն էլ մի փոքր լավ չկասեցեց ու հետո արդեն նոր միայն պարզապես վաստակեց այն ինչը հնարավոր էր այս իրավիճակում կա
մրցավարի Սուլիչը կարելի է խաղարկել անկյունային Հունանյանը հենց Կիրաստի երկար փոխանցում Արսեն Բաբախանյանին ու եթե ստացել այս շեշտակի արվածը Բաբախանյանի որը նա արդեն մեկ անգամ կատարել է այս խաղը մոտավորապես նմանատիպ հարված պարզապես այս անգամ գեղեցկությունը այլ տեսք ուներ իսկապես Հունանյանի կատարած փոխանցումը ու նրա մեկ հպումով ընթացքից կատարած հարվածը ավելի կգեղեցկացնեն երեկոն Հուսանք, որ նմանատիպ գոլ մոտավորապես նմանատիպ գնդակ կտեսնենք այսօր խաղի ընթացքում կրկնում եմ Բաբախանյանն այսօր մեկ հարվածով արդեն աչքի ընկել է մեկ նմանատիպ հարվածով Ավետիսյան ու ինչ հնարավորություն է հիմա իր Արսենալը կորցնում հաշիվը կրճատելու Ավետիսյանը եթե նույնիսկ աննշան շեղեր գնդակի ուղղությունը կարող է այն հայտնվել ցանցում բայց դա տեղի չունեցավ Դուրյան Հետ է ուղարկում գնդակ Ահմադին Ահմադն շատ լավ նկատեց այս իրավիճակում Վլադիմիր Անդրեասյանն ու կատարեց փոխանցում Դուրյան փակվեց փոխանցման ճանապարհը բայց կրկին Անդրեասյանից շատ ժամանակ շպահանջվեց գնդակը վերականգնելու այս գեղեցիկ փոխանցումը կատարելու համար բայց Չոբանյանը հաստրել ցերասել այլապես Գևորգ Գրիգորյանը կարող էր հայտնվել Տուգանային հրապարակում եւ դա արդեն իսկ վտանգավոր էր լինելու Եզրային նետում իրականացված է Հունանյան Եվ հիմա խլում է Արսենալը գնդակը մրցակցից ու սայթակեց այստեղ էլ Գոր Յախանյանը գրոյի անցնելու ժամանակ Իսկ հիմա արդեն եթե Ավետիսյանը կարողանար խլումն իրականացնել դա շատ կոպիտ սխալ կլիներ Միլանի գործողություններում Այո, եթե Արսենալը մեկ գնդակ հեղինակի մենք պարզապես այլ ֆենոմենալ ֆուտբոլ ենք դիտելու խաղադաշտում Հիմա պարզապես ավելի հանգիստ ֆուտբոլ ենք դիտում, քանի որ Միլանը ախսում է երկու գնդակի տարբերությամբ իհարկե այդ հնարավոր մեկ տարբերակ ունեն բաց թողնելու եւ դա կարող է հիմա լինել ինչի մասին խոսում են 2-1 հաշիվը Արսենալը կրճատում է ու գուցե սա Արսենալի համար այս խաղում դեռ նոր սկիզբ է լինելու Երկու մեկ հանդիպան հաշիվը կրճատված է Էդգար Միլյանյանն է դառնում գոլի հեղինակ Արսենալի կազմում ու ինչի մասին խոսում ենք հիմա հանդիպումը արդեն այլ սցենարով է ընթանալու բայց այս գրողը տեսնենք նոր խոսենք այդ մասին կա փոխանցում Հունանյանին ու այստեղ թույլ ամեն դեպքում թույլ ստացվեց Գևորգ Գրիգորյանի փոխանցումը հիմա եւս մեկ փոխանցում ու արդեն Սերգեյ Գալստյանը վերցնում է գնդակը եւ այն նետում իրականացնում Միլանյանի ուղղությամբ, այո, Միլանը փորձեց բաց թողած գնդակից հետո անմիջապես պատասխանել ու շատ գեղեցիկ գրո անցկացրեցին Բաբախանյան շարժվում է առաջ Բաբախանյանը սա փոխանցում էր, բայց արդեն հեռացնում են կրկին Արսենալի պաշտպանները գնդակը Հակոբյան Ինչ է այստեղ խաղի կանոնների խախտում, այո, Վիգեն Դուրյանն է կրկին խախտել խաղի կանոնները Հերի դու Այո, փորձում եմ համոզել կարելի ասել մրցավարին Դուրյանը խաղի կանոնների խախտման հետ կապված բայց մրցավարը իհարկե հաստատակամ է իր որոշման մեջ խաղի կանոնների խախտումը նշանակված է ու տեսնենք այս ստանդարտը ինչի է վերածելու Արսենալը կրկին Ավետիսյանն է տեղադրել գնդակը կա մրցավարի Սուլիչը Սպարտակ Ավետիսյան արվածը նույնպես ու Ջուլիկյանը կարծես այո կանգնեց գնդակի ճանապարհին Չոբանյան Դեպի աջ նորից Ավետիսյանի ուղղությամբ սա փոխանցում էր ու Ահմադն է հեռացնում հիմա էլ գնդակը Արսենալը սկսեց գրոհել Արսենալը արդեն կարելի ասել արթնացավ Եզրային իրականացված է բայց սա հեռացման փորձ էր ու
դադարեցնում եմ ամրցավարը հանդիպումը հասկանանք ինչ է պատահել Արսենալի ֆուտբոլիստ Թոր Յախանյանին այո խախտում չկար նա փորձեց փակել գնդակի ճանապարհը ու բախվեցին երկու ֆուտբոլիստներ միմյանց ամեն դեպքում դադարեցեց մրցավարը հանդիպումը ամեն ինչ կարգին է Յախանյանի հետ հիմա վերսկսված է հանդիպումը ու Հակոբյանն է գնդակով դեպի Միրանյան ուղարկեց այն շատ լավ շրջվեց Միրանյանը բայց Ջուլիկյանին արդեն շրջանցել չստացվեց ու հիմա Միլանի գրողը տեսնենք Ջուլիկյան ցածից փորձեց ուղարկել Հունանյանին փակվեց գնդակի ճանապարհը իսկ հիմա արդեն Ավետիսյանը հաջող խլում իրականացեց ու գրոհում է աջ եզրով Արսենալը Սպարտակ Ավետիսյան սա հարված էր բայց շեղությամբ է ստացվում հիմա այլ Ավետիսյանի կատարած հարվածը Դուրյան Երկար փոխանցում առաջ դեպի Հունանյանը հասավ գնդակը Հունանյանին Շատ լավ գործեց Հունանյանը գնդակի հետ Ջուլիկյան 3-1 նորից Միլանը ունի երկու գնդակի առավելություն այս խաղում սա այլ գրոհ էր այլ գեղեցկությամբ այլ ավարտով 3-1 է Ջուլիկյանը դարձնում հանդիպան հաշիվը Երեքպեկ նորից Միլանը վերականգնում է երկու գնդակի տարբերությունը ու տեսնենք արդեն այս անգամ Արսենալը ինչպես պետք է դուրս գա այս իրավիճակից համեմատական կարգով ասեմ որ արդեն բավական քիչ ժամանակ է մնացել Արսենալին քան 2-0 հաշվի պայմաններում էր ու պետք է Արսենալը փորձի այս մնացած 8-9 րոպեների ընթացքում որևէ բան առաջարկել Միլանին Միլանը այսպես շատ վստահ կարող է գործել մինչև հանդիպան ավարտը Հունանյան ու եթե հիմա էլ գնդակը հայտնվեր ցանցում ապա ֆենոմենալ գնդակ կտեսնենք ինչ արեց Հունանյանը այստեղ բայց չհայտնվեց գնդակը ցանցում Ավետիսյան դուրս է գալիս գնդակը դաշտի սահմաններից ու ես ստուդիանն է նետում երկար փոխանցում կատարեց դեպի Հունանյանը տեսնենք շարունակությունը Հունանյան ու արդեն Հունանյանի փոխանցման ճանապարհը Միրանյանն է փակում Դուրյան Երկար փոխանցում Բաբախանյան եւս մեկ փոխանցում Հունանյանն էլ ամեն դեպքում այստեղ հարված կատարել շատ խառը իրավիճակ է Արսենալի Տուգանային հրապարակում հիմա էլ գնդակի կորուս եւս մեկ հարվածի փորձ ու Չոբանյանն է կանգնում գնդակի ճանապարհին Արսեն Բաբախանյան եւ Բաբախանյանի հարվածն էլ շեղ ստացվեց բայց միջև հարված կատարել ինչ գեղեցիկ անցում իրականացրեց Բաբախանյան այստեղ Յախանյան Լավն էր անցումը Յախանյանի փոխանցումը նույնպես ու դարպասածողն է հիմա գալիս օգնության Միլանին եթե հիմա խփեր Արսենալը ապա կմտածեր այս խաղում փրկվելու մասին այո ունի դեռ իսկապես ժամանակ Արսենալը բայց հիմա այն պահն էր երբ պետք էր գրավել դարպասը Սա հարվածի փորձ էր, բայց այստեղ Ղազարյանը վերցրեց գնդակը առանց խնդիրների Բաբախանյան պահում է այո գնդակը Բաբախանյանը դաշտի սահմաններում ու ինչ արագություն է հիմա զարգացնում Արսեն Բաբախանյանը, բայց արդեն հասցրեցին Արսենալի ֆուտբոլիստները վերադասավորվել Յախանյան Հունանյանն է խլում գնդակը Հունանյան ու եզից կնետի արդեն Միլանը Ջուլիկյան, բայց այստեղ Հակոբյանը
փակեց Ջուլիկյանի առաջխաղացման ճանապարհը։ Վիգեն Դուրյան երկար փոխանցում առաջ։ Բաբախանյանը փորձեց թողնել գնդակը Հունանյանին չանցավ, իսկ հիմա արդեն կատարում է փոխանցում Հունանյան եւս մեկ գեղեցիկ անցում, բայց գնդակը Հունանյանը այստեղ հեռու թողեց ինքն իրենից։ Ու հիմա նորից Արսենալի հակագրոհն ենք տեսնում, աչեցնում է Գորիախանյանը փոխանցում դեպի Ավետիսյանը, բայց այստեղ Վլադիմիր Անդրեասյանը ավելի շուտ է հասնում գնդակին, Յոնուս Ահմադու հիմա հեռացնում է Միլանյանը գնդակը, բայց որն է հետաքրքիր, դա ստացվեց Ավետիսյանի համար փոխանցում անկյունային է այո կարծես վաստակել այս իրավիճակում Արսենալը, այո Տեսնենք անկյունային ինչ է տալու Արսենալին կա փոխանցումը հեռացեց Միլանը գնդակը կարող է հակագրոհը ստացվել Միլանի, բայց մի փոքր դանդաղեցին Միլանի ֆուտբոլիստները Ավետիսյան ու այստեղ արդեն լավ չկասեցեց Ավետիսյանը գնդակը Եսիս նետում է Ահմադը Իլիցյան, բայց կորցրեց հետո խախտեց կարծես խաղի կանոնների Իլիցյանը մնում է գնդակը Արսենալի մոտ այդ իսկ պատճառով չի սուլում մրցավարը Ավետիսյան վտանգավոր է ու գոլ 3-2 այո նորից Արսենալը մեկ գնդակ կարողանում է հեղինակել ու կրճատել Անդիպանաշիվը Երեք-երկու Արսենալը նորից մեկ գնդակը եթե բերում, այո, կատարեց հարված ամեն դեպքում Ավետիսյան ու վերջում եղավ անդրադարձ կարծես Դուրյանից ու գնդակը հայտնվեց դարպասում 3-2 դարձավ հաշիվ ու հիմա Արսենալը տեսեք ինչ ինտենսիվ է նետվել առաջ ու կարող են մտածել փրկվելու մասին այս խաղում դեռ կա մի փոքր խաղաժամանակ մեկ գնդակ է բավական Արսենալին հեղինակել ու առնվազն չպարտվել այս խաղում, բայց իհարկե Միլանը այս ձեռք բերածը կարծում եմ այդպես հեշտությամբ չի զիջի Արսենալին Համենայն դեպս շատ լարված վերջնամաս է սպասվում մեզ Յախանյան ուղարկում է գնդակը Ավետիսյանի ուղղությամբ Դուրյանն է այստեղ միջամտում պայքարին ու հիմա հակագրոհ ենք տեսնում Միլանից 3-2-ի դիմաչարվում է առաջ Միլանը Գրիգորյան դեպի Դուրյանը Վիգեն Դուրյան ու այստեղ արդեն Դուրյանի հարվածը կարողացավ ետ մղել Սերգեյ Գալստյանը Ջուլիկյանը երվից է պետք փորձել ու շեղությամբ է ստացվում է Ջուլիկյանի կատարած հարվածը 4 րոպեայով մինչև հանդիպան ավարտը ու այդ 4 րոպեների ընթացքում տեսնենք Արսենալը կարողանա խուսափել այս խաղում պարտությունից, թե ամեն դեպքում Միլանը կհեռանա Հաղադաշտից հաղթանակով վերվից փորձ Ավետիսյանից ու շեղությամբ ստացվեց հիմա Ավետիսյանի կատարած հարվածը Այո չի շտապում, հիմա երևում է չի շտապում Միլանը արդեն կփորձեն այս մեկ գնդակի առավելությունը վերածել 3 միավորի Ու խնդրեմ անկյունային է վաստակում Միլանը ոչնչից կարելի է ասել Կա, Սուլիչը Հունանյանն է իրականացնում անկյունայինը, փոխանցումն էլ կա, Միլանյանը հեռացեց գնդակը դեպի Ավետիսյան ու կարող է հակագրոհել հիմա արդեն Արսենալը Ավետիսյան մնաց գնդակով, Ավետիսյանը հայտնվեց հարվածայի դիրքում ու Վիգեն Դուրյան, այո կանգնեց, հայտնվեց գնդակի ճանապարհին Դուրյանը եւ թույլ չտվեց Ավետիսյանի հարվածը ընթանա դեպի դարպասը, եսից նետում են Արսենալի ֆուտբոլիստները Ավետիսյան Կատարեց փոխանցում, նորից գրոհում է Արսենալը մեծ ուժերով, բայց այստեղ էլ Գրիգորյանն է հաջող գործում ու կա խախտում Միլանի ֆուտբոլիստի դեմ պայքարում, այո դա ակնհայտ էր Երկար փոխանցում առաջ այստեղ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու Արսենալը վերջին րոպեներին հիմա կարծում եմ պետք է ողջ ուժերով նետվի առաջ ու փորձի այս մեկ գնդակը երբ բերել հավասարեցնել Անդիպանաշիվը Տեսնենք որքանով կստացվի դա Արսենալի մոտ, որքանով ոչ։ Աչ եզրով են գրոհում Արսենալի ֆուտբոլիստները։
Յախանյան դեպի կենտրոն վտանգավոր գրոյի փորձ Արսենալից, բայց այստեղ փակվեց փոխանցման ճանապարհը, հետո էլ արդեն հեռացավ գնդակը դաշտի սահմաններից, ես իսկ նետում է Արսենալը, բայց սովորակորեն էլ Միլանը խլեց, հետո կորցրեց գնդակը ու Ջուլիկյանը թույլ չտվեց այստեղ հայտնել արվածային գոտում Արսենալի ֆուտբոլիստին եւ Սաբիրյանի հակագրոնն է ով է այստեղ հասնելու գնդակին հասնում է Գրիգորյանը աչնևում Դեպի Ջուլիկյանը ունի տարբերակներ Ջուլիկյանը հարվածում է ու վաստակում անկյունային հարված Մեկ րոպե այո, վերջին րոպեն է մեկնարկում հանդիպան ու տեսնենք Կա փոխանցում է այստեղ ու հեռացված է գնդակը Եզից են հիմա էլ նետելու Միլանի ֆուտբոլիստները Հունանյան ու նորից հանկյունային այո այսպես Միլանը Փորձում է հանդիպումը ավարտին հասցնել, տեսնենք կարողանան արդյոք այդ ավարտին հասնել հանդիպում Միլանի ֆուտբոլիստները, թե Արսենալը կօգտվի մեկ հակագրոյից, որը հիմա է, բայց բավական հեռու է թողնում Ավետիսյանը գնդակ ու հարված կլինի Միլանի դարպասից Երկար փոխանցում առաջ եւ վերջ հանդիպումը այստեղ էլ ավարտվում է 3-2 հաշվով այս հետաքրքիր խաղում հաղթում է Միլան ու վաստակում իր առաջին միավորները 3-րդ դիվիզիոնի շրջանակներում ծափարություններ երկու թիմերին էլ այս դիտարժան հանդիպման համար այս հանդիպման համար նախատեսել ենք այսքանը մեզ մոտ կարճ դադար է որից հետո խաղային օրը կշարունակենք